ինչ արձանագրումներ ունեք եւ բացարկի միջնորդությունը հաստատի Թումանյանցին առնչվող միջնորդությունը մերժվեց, որքանով էր օբյեկտիվ մերժման հիմքում դրված այդ առարկությունը։ Մարտավարական առումով միգուցե եւ մեկանոր շահավետ մեծ միջնորդության մերժումը, որովհետեւ մեր դիրքերը ավելի ամրապնդվում այն առումով, որ Ամերկանյանները ներկայացուցիչ ասեց, որ խնդիրը նա է, որ Անդրեասն Կարոնը չի իրաբացանքի միջնորդությունը մերժել։ Համերժել են տվյալ նիստին մասնակցող ՀԴԽ անդամները։ Հավասար կիսում են պատասխանատվությունը։ Որովե մեկի հետ չեն կիսում, դա հենց իրանցն է։ Եվ սպասում է, որ միեդի ոչով խախտում արձանագրված պայմաններին իմանձը, որ են վերագրվել է այդ խախտումը, ես ինչ ենք ասում այդ անձը, որովհետև ինքն է մնացել։ Նախորդ նիստի մասնակիցներից մյուսները կամ լիազորությունների ժամկետները լրացել, կամ գնացել են, չգիտեմ։ Նա մասնակցում է մի գործի քննությանը, որով դատավորին մեղադրում են միեդով հիմնարար իրավունքի խախտում կատարելու մեջ։ Անանտոնը մեկ հստակեցում, ամեն դեպքում բացի վերոնշյալ հանգամանքը, մասնակցությունը նախորդ նիստին, նաև մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել Թումանյանց, Անդրեասյան այդ զույգի կապի մասին եւ աշխատանքային ընկերությունների եւ այլ հանգամանքներ, տարբեր հրապարակումներ կան, դրվագներ կան, չեմ ուզում հիմա ցիտել։ Արդյոք, այսպես ասած, Թումանյանցը չի բերի այս հաջորդիվ կատարվող գործողություններում Անդրեասյանի ազդեցությունը մնալով կազմում։ Ունենք մտավախություն, այո, ունենք մտավախություն, բայց մենք մի այդ դիալոգներ մենք սրա մասին չենք խոսել, ավելի շատ մենք ինստիտուցիոնալ խնդիրներ ենք դրել եւ արդարադատության նախարարության ներկայացուցիչ, չգիտեմ ինչի, կոչում են դրանք, որոնք մեր բացարձակ կապ չունեն։ Մենք այդ ինքով չէինք բացարկել ներկայացրել։ Բայց իմ համար ընդունելի չի նաեւ այս սոլիդարությունը արդարադատության նախարարության, որովհետև հանգամանքներ են կողմել, նոր փաստեր կան եւ սա այն դեպքը չի, որ համերաշխության սկզբունքով պետք է առաջնորդվի։ Արձանագրվել են բավականին բաներ եւ հարցադրումների նման ձևով պատասխանելը ճիշտ ասած իմ համար ընդունելի չի։ Դա պետական մարմնի ներկայացուցիչ համար հարցում ճիշտ վարվելաձև չի, վարվելակերպ չի։ Պարոն Անտոնյան, իսկ ԲԴԽ-ի սոլիդարության մասին ինչ կարող եք ասել, նկատելի է, որ նախագահը պարբերաբար ձեր ներկայացուցիչին ընդհատում էր, մեկ անգամ էլ ասեց 54 կետերը պետք է պարզաբանեն եւ այլն, այսինքն կարծես շտապողականություն է դրսևորում ԲԴԽ նախագահը։ Ես կմնամ մեկնաբանությունից 54 կետերի մասին ավետով կարծը վերաբերվում եք նվակի իքնությանը վերաբերվող թեմային են դեպքում, երբ որ միեդը արձանագրել է, որ օրենսդրությունը հստակ չի, մեր նախարարության ներկայացուցիչը ասում է, որ ամեն ինչ լավ է, հստակ է, այսինքն եթե ձեր համար հստակ է եւ միեդը նման բան արձանագրել, դուք ասելու բան չունեք, դա հեչ կապ չուներ այդ 54 կետերի հետ։ Ես առնով ես համաձայն եմ ձեր հետ։ Ակնկալիքներից խոսելով թեև դեռ շուտ է, պարոն Անտոնյան, ինչ կարող եք ակնկալել ԲԴԽ-ից կազմից, հաշվի առնելով, որ էլի ընդհանրություններ կան, այսպես ասած, սրտաճումներ կան կոնկրետ նշանակողների հետ։ Գիտեմ, հենց Աթաբեկյանը, ԿՊԵ-ական պատգամավորի բարեկամական կապ ունի, Կարեն Անդրեասյանը նոր պաշտոն ունի, պարոն Անտոնյան, Թումանյանցը դեռևս շարունակում է նախկին ընկերների հետ շփումը, առհասարակ ես հարցնում։ Հիմա սկզբունք ունեմ ես գործելավոր, դա շատ երկար տարիների ընթացքում ամրապնդված է։ Մենք կանենք այն ամեն ինչ, որ պետք է անել, եւ թույլ լինի այն, ինչ որ լինելու է։ Այսքան։
Շնորհակալ եմ, պարոն։ Կարծում եմ, սա ճիշտ սկզբունք է ապրելու աշխատելու համար։